Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ Արարատի մարզի Մասիս բնակավայրում։ Այժմ գտնվում ենք Մասիսի նոր կառուցվող թաղամասերից մեկում, որտեղ պետության միջոցներով Իշշա համայնքի բնակիչների եւ նոր կառուցվող տների սեփականատերերի պետությունը հսկայածավալ միջոցներ է ներդրել ենթակառուցվածքների զարգացման համար, այսինքն համայնքում այս պահին ընթացքի մեջ են գազաֆիկացման աշխատանքներ, ընթացքի մեջ են ջրագծի կառուցման աշխատանքներ, լուսավորության անցկացման, արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ եւ պետությունը հոգ է տանում քաղաքացիների բարեկեցության եւ կենսապայմանների բարելավման համար։ Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում, ուզում եմ ձեզ ծանոթացնել համայնքի եւ կառավարության կողմից իրականացված արտաքին լուսավորության ցանցի իրականացրած աշխատանքներին։ Տվյալ փողոցը 23 բնակավայրերից մեկն է, փողոցներից մեկն է, որտեղ իրականացվել են արտաքին լուսավորության համակարգի ցանցի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ գիշերային ժամերին ապահովում է լիարժեք տեսանելիություն։ Ավելորդ է նորից նշել, որ ինչքան լավ կողմեր ունի տվյալ համակարգը, զուտ են, որ գիշերային ժամերին մարդկանց հեշտ հասանելիությունը, անցելիությունը ապահովում է մարդկանց համար դեպի իրենց տներ, դեպի իրենց հողատարածքներ։ Ուզում եմ նշել, որ տվյալ աշխատանքներ իրականացվել են Մասիս խոշորացված համայնքի թվով 23 բնակավայրերում ընդհանուր 1 միլիարդ 216 միլիոն դրամ արժողությամբ։ Աշխատանքները ամբողջովին 23 բնակավայրերում ավարտվել են, ցանցը լիարժեքորեն շահագործվում է համայնքի կողմից, բնակիչների կողմից մեծ խանդավառությամբ աշխատանքների դիտարկման ժամանակ միշտ տեսել ենք, թե ինչքան սպասված է եղել այս աշխատանքները ժողովրդի համար, թե լուսավորության աշխատանքները, թե գազաֆիկացման աշխատանքները մի քանի անգամ բարելավում են մարդկանց կենսամակարդակի բարելավման պայմանները, կենսապահովման պայմանները ավելի մատչելի ու հեշտացնում են մարդկանց առօրյա հոգսերը։ Աշխատանքները շարունակական են, այս ծրագրի ավարտից հետո 2024 թվականին, որը ավարտվել է, 2025 թվականի համար Մասիս խոշորացված համայնքը նույնպես հայտ է ներկայացրել արտաքին լուսավորության համակարգի կառուցման են բացակայող համայնքներում եւ համայնքների այն հատվածներում, որտեղ արտաքին լուսավորություն չի եղել, նախատեսվում են իրականացնել նմանատիպ աշխատանքներ։ Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, դիտարկում ենք Հ13 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, պետական միջոցներով շուրջ 870 միլիոն դրամ արժողությամբ իրականացվել է 5 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ, որը Մասիս համայնքը, Մասիս քաղաքային բնակավայրը կապում է Վաղարշապատ Էջմիածին քաղաքի հետ։ Շինարարական աշխատանքների ընթացքում հիմքից կատարվել են ճանապարհի հատվածի հիմնային աշխատանքները լրիվ նոր տեխնոլոգիաներով, իրականացվել է մայթերի սալարկման աշխատանքներ, որոնց շնորհիվ նախկինում շատ վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածը բերել է պատշաճ տեսքի։ Ճանապարհահատվածի կառուցման հետևանքով շարժը կարելի է ասել ակտիվացել է երկու համայնքների մեջ, նախկինում ժողովուրդը խուսափում էր այս ճանապարհահատվածով երթևեկելը, հիմնական ծանրաբեռնվածությունը իր վրա վերցնում էր Երևան քաղաքը, իսկ այսօր այս ճանապարհահատվածի կառուցման հետևանքով Արարատի մարզի գերակշիռ մասը առանց Երևան մտնելու, Երևանը շրջանցելով տվյալ ճանապարհահատվածով կապվում է Արմավիրի մարզի հետ։ Աշխատանքները շարունակվում են, մյուս տարիների ընթացքում նախատեսվում են նաև ճանապարհի մնացյալ հատվածների վերակառուցման աշխատանքները, որոնց շնորհիվ կունենանք լիովին ամբողջովին նոր ճանապարհահատված, նոր ճանապարհ։ Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս բնակավայրի համար 5 ավագ դպրոցի տարածքում։ Դպրոցի շենքը կառուցվել է 0-ից, նախկինում եղել է այս հատվածում հին մասնաշենք, որը պիտանի չի եղել օգտագործման համար, հին մասնաշենքի քանդումից հետո նախաձեռնվել է նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, ընդհանուր արժողությունը եղել է շուրջ 780 միլիոն դրամ, կառուցվել է նոր մասնաշենք երեխաների համար, նոր մարզադահլիճ
իրականացվել են բակային հատվածի արտաքին բարեկարգման աշխատանքներ, կոյուղու փոխարինման աշխատանքներ, ներքին ցանցի, ցնցուղային համակարգի անցկացման աշխատանքներ, հենաշարժողական խնդիր ունեցող մեր ներառնական երեխաների համար ապահովել են բոլոր շենքային պայմանները, թե թեքահարթակների եւ վերելակի տեսքով երեխաները ամբողջովին օգտվում են նոր դպրոցի ընձեռնած հնարավորություններից, Կրթության եւ գիտության նախարարության կողմից դպրոցի շենքը համալրվել է նոր տեխնիկայով, նոր գույքով, բոլոր ստանդարտներին արդի համապատասխան։ Ունենք տեսահսկման համակարգ, ունենք հրդեհի ավտոմատ ազդարարման համակարգ եւ հակահրդեհային միջոցների համար նախատեսված այլ միջոցառումների համար համակարգեր։ Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ բնակավայրում։ Դիտարկում ենք Հովտաշատ բնակավայրի համար նոր դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցում հնարավորություն են ստանալու ուսանել 400-ից ավելի աշակերտներ։ Դպրոցում շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա վերջում, այսինքն մյուս տարվանից երեխաները արդեն հնարավորություն կունենան այցելել տվյալ կրթօջախը։ Բացի դպրոցի շենքերի կառուցման աշխատանքներից, նաև դպրոցը հագեցած է լինելու արտաքին հատվածում կառուցվող խաղահրապարակներով, մասնավորապես ֆուտբոլի, բասկետբոլի հրապարակներով, նաև շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ իրականացնել դպրոցի ողջ տարածքում։ Այժմ կարելի է ասել, որ շենքերի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են։ Նախագծային փոփոխություններով պայմանավորված լրացուցիչ մասնաշենքի կառուցման աշխատանքներն են ընթացքի մեջ, որը նորից մի քանի ամսում շինարարը կավարտի։ Արտաքին հատվածում կառուցվող խաղահրապարակներով, մասնավորապես ֆուտբոլի, բասկետբոլի հրապարակներով, նաև շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ իրականացնել դպրոցի ողջ տարածքում։ Այժմ կարելի է ասել, որ շենքերի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են։ Նախագծային փոփոխություններով պայմանավորված լրացուցիչ մասնաշենքի կառուցման աշխատանքներն են ընթացքի մեջ, որը նորից մի քանի ամսում շինարարը կավարտի եւ դպրոցը լիովին արդեն բացման պահին հագեցած կլինի նոր գույքով, տեխնիկայով եւ մանրասարքերով։ Ծրագրի շրջանակներում դպրոցը կառուցվում է կառավարության 2021-26 թվականների 300 դպրոց 500 մանկապարտեզի շրջանակներում եւ դպրոցի կառուցման ավարտից հետո վստահելիորեն կարելի է ասել, որ երեխաները կհաճախեն գերազանց դպրոց կահավորված ամեն ինչով եւ թույլ կտա դպրոցի միջավայրը, դպրոցի հնարավորությունները երեխաներին ստանալու որակյալ կրթություն։ Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Արարատի մարզում։ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում են գտնվում, որտեղ լայն թափով ընթանում են նոր դպրոցի մասնաշենքի կառուցման, հարդարման աշխատանքները։ Տվյալ դպրոցը կառուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզների շրջանակում։ Աշխատանքները վերահսկում է աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Աշխատանքները, ինչպես տեսնում ենք, ընթանում են լայն թափով։ Դպրոցի նոր մասնաշենքը կարելի ասել գրեթե պատրաստ է, շինարարական աշխատանքները բետոնային, շարվածքի աշխատանքները ավարտված են, ընթանում են արտաքին երեսապատման, տանիքի կառուցման աշխատանքները, ներքին հարդարման աշխատանքները։ Դպրոցի կառուցումից հետո երեխաները ստանալու են նոր որակի եւ արդեն նոր հնարավորություններով, նոր լաբորատորիաներով կահավորված կրթություն։ Դպրոցի հին մասնաշենքը մեղմ ասած գտնվում էր անմխիթար վիճակում, սեյսմակայունության եզրակացություն տվել էր անբավարար։ Դրա համար կառավարությունը որոշել է հին դպրոցի քանդման եւ նորի կառուցման աշխատանքները անել։ Շին հրապարակը ակտիվ եռուզեռի մեջ է, աշխատողները շենքի ներսում են եւ շատ մոտ ապագայում արդեն մեր Հայանիստ եւ մոտակա բնակավայրերի երեխաները հնարավորություն կունենան այցելել իրենց դասապրոցեսը կազմակերպել այս դպրոցում, ուսումնական հաստատությունում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ
շինարարը բերել է, պահեստավորել է, արտաքին հարդարման աշխատանքներ, այգիների կառուցում, ջերմոցային փոքր տնտեսության կառուցում, այսինքն այն աշխատանքները, որը երեխաները այն դասապրոցեսը, որը կազմակերպվելու է տեսական ձևով, նաև կարողանալու են գործնականում կատարել այդ բոլոր փորձարկումները, բոլոր տեսակի աշխատանքները։ Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր բնակավայրում։ Ուզում եմ ձեզ ծանոթացնել Արևաբույր բնակավայրում իրականացված կառավարության եւ Մասիս խոշորացված համայնքի համատեղ իրականացրած շինարարական աշխատանքներին։ Գտնվում ենք Արևաբույր համայնքի բնակավայրի փողոցներից մեկում, որը վերջերս 2022-23 թվականի սուբվենցիոն ծրագրերի արդյունքում հիմնանորոգվել է, իրականացվել է նոր ասֆալտածածկույթի իրականացում, կողքում գտնվում է դպրոցը, նպատակը եղել է այն, որպեսզի դպրոց հաճախող երեխաների եւ բնակավայրի բնակչության տեղաշարժը լինի մատչելի եւ ավելի հեշտ։ Երկար տարիներ փողոցը գտնվել է անբարեկարգ վիճակում, ցեխի փոշու մեջ եւ աշխատանքների իրականացումից հետո տեսնում ենք ինչպիսի վիճակում է գտնվում տվյալ հատվածը։ Աշխատանքները իրականացվել են ամբողջությամբ, բացի այս փողոցից եւս բնակավայրի մի քանի փողոցներում իրականացվել են նորոգման աշխատանքները այս տարի եւս լինելու են շարունակական, բնակավայրը նորից ընդգրկված է ասֆալտապատման ծրագրերի մեջ։ Ուզում եմ նշեմ, որ ասֆալտապատման ծրագրերից առաջ տվյալ բնակավայրի մի շարք փողոցներում իրականացվել են կոմունիկացիաների աշխատանքներ ասֆալտի ծածկույթից տեղադրումից առաջ, մասնավորապես ջրամատակարարման համակարգի փոխարինում, գազամատակարարման համակարգի բարելավում, որոնք կներկայացնենք հաջորդից։ Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշեն բնակավայրում։ (2023-24 թվականի կառավարության եւ Մասիսի սուբվենցիոն համագործակցության արդյունքում Մարմարաշեն բնակավայրում իրականացվել են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։ Մարմարաշեն բնակավայրի կոնկրետ այս հատվածի, որը ներառում է 2-3 փողոց ասֆալտապատման աշխատանքների շնորհիվ հեշտացել է գյուղի բնակչության մուտքն ու ելքը դեպի բուժը ամբուլատորիա, որը գտնվում է մեր հետևում։ Հիմնական նպատակը եղել է մարդկանց հասանելիություն դեպի բուժ ծառայություն մատուցող մեր բժիշկների բուժամբուլատորիան։ Աշխատանքները շարունակական են, 2025 թվականին նաև նախատեսվում է էլի աշխատանքներ մնացած փողոցներում, աշխատանքները բազմաթիվ են, շատ են, կարելի է ասել, որ այս իրականացված աշխատանքը ընդամենը մի փոքր մասն է, որը կառավարության համաֆինանսավորման եւ Մասիս խոշորացված համայնքի միջոցներով իրականացվում է տվյալ բնակավայրում։ Բնակավայրում նաև իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ կոմունիկացիաների անցկացման, որոնց մասին կպատմենք հաջորդիվ ռեպորտաժներում։ Ուզում եմ նշել, որ տվյալ հատվածում աշխատանքները եւս ամբողջությամբ ավարտվել են, ճանապարհները հանձնված են Մասիս համայնքի շահագործմանը եւ ազգաբնակչությունը գրեթե արդեն 7-8 ամիս օգտվում է բարեկարգված ճանապարհահատվածներից։ Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, մասնավորապես ջրահովիտ բնակավայրում, որտեղ 2023-24 թվականներին իրականացված սուբվենցիոն աշխատանքների շնորհիվ բնակավայրի մի շարք փողոցներում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, գտնվում ենք այդ փողոցներից մեկում։ Շինարարական աշխատանքները ավարտվել են 2024 թվականի հոկտեմբեր ամսին եւ հոկտեմբեր ամսից սկսած ժողովուրդը օգտվում է բարեկարգված ճանապարհներից։ 2025 թվականին բնակավայրը նորից ընդգրկված է ասֆալտապատման աշխատանքների մեջ, 2023-24 թվականներին իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքում միայն այդ ծրագրով համայնքում բնակավայրում իրականացվել է մոտավորապես 4 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Բացի ասֆալտապատ մակերես ունենալուց, նաև համայնք բնակավայրի այն փողոցներում, որտեղ եղել են
ջրի մակերեսային ջրի հետ հեռացման աշխատանքներ, իրականացվել են նաև էլերների տեղադրման աշխատանքներ, առուների անցկացման աշխատանքներ, մի խոսքով աշխատանքները եղել են բազմաթիվ։ Աշխատանքները կշարունակվեն 2025 թվականի ընթացքում, արդեն 2025 թվականի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերով։ Ուզում եմ նշել նաև, որ բնակավայրում 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագրի կառավարության իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր դպրոց, որը կպատմենք հաջորդ ռեպորտաժում։ Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշեն բնակավայրում։ Մարմարաշեն բնակավայրում 2022, 23, 23, 24 թվականների իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքում ունենք փողոցների լիարժեք արտաքին լուսավորության համակարգի իրականացված աշխատանքներ։ Կարելի է ասել Մարմարաշեն բնակավայրը առաջին գյուղական բնակավայրերից մեկն է Մասիս խոշորացված համայնքի, որտեղ գրեթե 100%-ով իրականացված են արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները։ Գյուղի բոլոր փողոցները գտնվում են լուսավորության մեջ երեկոյան ժամերին եւ սրանով նորից շեշտեմ, որ բավականին հեշտացել է ժողովրդի անցուդարձը փողոցներով, բայց ինչպես տեսնում եք աշխատանքները էլի աշխատանքներ կան բնակավայրում անցկացնելու, որոնք կիրականացվեն հաջորդական տարիներին 2025-26 թվականի սուբվենցիոն ծրագրերի ժամանակ։ Ունենք բնակավայրում մի շարք փողոցներ, որոնք գտնվում են անբարեկարգ վիճակում եւ աշխատանքները շարունակական են։ Բացի արտաքին լուսավորության համակարգի իրականացման աշխատանքներից, բնակավայրում իրականացվել են նաև գազամատակարարման կառուցման ցանցի աշխատանքներ այն փողոցներում, որտեղ տարիներ շարունակ բացակայել է գազամատակարարման համակարգը։ Իրականացվել են տվյալ աշխատանքները 2023-24 թվականի սուբվենցիոն ծրագրերով եւ 2024-25 թվականներին նույնպես նախատեսվում են իրականացնել նմանատիպ աշխատանքներ։ Աշխատանքները շարունակական են Մասիս խոշորացված համայնքի եւ Արարատի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների կողմից գտնվում են մշտադիտարկման մեջ։ Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Նորգյուրին բնակավայրում, որտեղ կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզների ծրագրով իրականացվում են նոր կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ Կրթահամալիրը նախատեսված է լինելու 200 դպրոցական եւ 40 նախակրթարանի երեխաների համար։ Աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին, նախատեսվում են ավարտել շահագործման հանձնվի շենք կրթահամալիրը 2026 թվականին։ Ուզում եմ նշել, որ պատվիրատուն աշխատանքի հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, աշխատանքների պատվիրատուն տարածքային զարգացման հիմնադրամն է, ֆինանսավորումը ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին է։ Կրթահամալիրը ունենալու է բացօթյա խաղահրապարակ, արևային համակարգով ջեռուցման համակարգ, շենքը համապատասխանելու է ժամանակակից արդի բոլոր ստանդարտներին եւ նորմերին։